Այսպիսով շարունակում ենք եւ այժմ արդեն կանդրադառնանք աղյուսակների ստեղծմանը։ Մեր այս փաստաթղթում մենք ունենք աղյուսակ, այժմ կփորձենք նույնությամբ այս աղյուսակից հավաքել։ Սկսենք վերնագրից, այստեղ ես կլոնավորում եմ այս վերնագիրը, այն ունի heading-ի երկու տեսակի ոճ, սեղմում եմ Ctrl+C ու այստեղ այս հատվածում ես տեղափոխվում եմ միանգամից հաջորդ edge եւ այստեղ տեղադրում եմ սեղմելով Ctrl+V։ Հաջորդ edge-ից ստեղծենք աղյուսակը, որպեսզի արդեն պարզ երևա արդյունքը։ Մեզ հարկավոր է 3 սյունակ, 4 տող։ Դրա համար այստեղ սեղմում ենք table, insert table ու այստեղից կարող ենք ընտրել սյունակների եւ տողերի քանակը։ Մեր դեպքում 4 տող, 3 սյունակ։ Այնուհետև ես պարունակությունները յուրաքանչյուր վանդակի այստեղից կլոնավորում եմ եւ տեղադրում եմ մեր աղյուսակում այս տարբերակով։ Տեղադրելուց հետո այստեղ ուշադրություն դարձրեք, մեր այս աղյուսակի առաջի տողը ունի ֆոնային գույն, յուրաքանչյուր արկղ ունի ֆոնային գույն եւ աղյուսակի եզրագծային գույնը, եզրագծի գույնը տարբեր է։ Երբ որ մենք յուրաքանչյուր վանդակում քլիկ անենք մեր աղյուսակի եւ սեղմենք աջ քլիկ, այստեղ կա table properties ու աղյուսակի հետ կապված կանոնները, բացի դրանից այն վանդակի հետ կապված կանոնները, որտեղ որ մենք սեղմել ենք աջ քլիկ, պատկերվում են այստեղ։ Առաջինը table border։ Եթե այստեղ էլ քլիկ անենք, աջ քլիկ, table properties, table border այստեղ նշված է այս գույնը, gray։ Նույնը նշենք այստեղ եւ cell background color։ Այստեղ նշված է մեկ այլ գույն, այն մեր դեպքում նույնպես դա անենք։ Բացի դրանից column width, սա վերաբերվում է տվյալ սյունակի լայնությանը, մենք կարող ենք հատկանշել որոշակի լայնություն, ձույմներով է արժեքները պետք նշել, minimum row height, սա տողի բարձրությունն է, մինիմալ, որը որ նույնպես կարող ենք հատկանշել միավորների միջոցով, եթե այստեղ քլիկ անենք, կակտիվանա դաշտը եւ կարող ենք մուտքագրել ինչ-որ արժեք։ Cell padding, սա վերաբերվում է արկղի լիցքին, այսինքն մենք տեսնում ենք, որ այս բառի եւ եզրագծի միջև կա որոշակի հեռավորություն։ Այս արժեքը վերաբերվում է այդ հեռավորությանը։ Cell vertical alignment, սա վերաբերվում է նրան, որ ենթադրենք ես այստեղ սեղմում եմ OK առայժմ, առաջի հերթին տեսնում ենք փոփոխությունը եւ դա վերաբերվում է նրան, որ եթե մեր աղյուսակի տողերից մեկում տեղի ունենում տողադարձ, օրինակ այստեղ, այս պարունակությունը գտնվի վերևի մասում, ընդհանուր արկղի մեջտեղի, թե ներքևի մասում։ Եթե ես այստեղ սեղմեմ աջ քլիկ, table properties, այստեղ նշված է top։ Եթե նշեմ center, OK, ապա այս պարունակությունը կգտնվի մեջտեղում։ Ես մեկ քայլ հետ եմ վերադառնում, թողնում եմ այնպես ինչպես կա։ Այստեղ նույնպես table properties, վանդակի այդ արկղի գույնը դարձնում եմ այնպես ինչպես այնտեղ էր։ Նույնը անում եմ այստեղ, իսկ table alignment, սա վերաբերվում է նրան, որ մեր աղյուսակը եթե ենթադրենք լինի այս չափսի, այստեղ ավարտվի, այն հավասարվի ընդհանուր edge-ի ձախ կողմում, մեջտեղում թե աջ կողմում։ Շարժվենք առաջ։ Հաջորդ նրբությունը, որ մենք կարող ենք բացի արժեքով նշելուց, նաև ինքնուրույն այստեղից փոքրացնել կամ մեծացնել այս կամ այն սյունակի լայնությունը։ Նույնը տողի դեպքում կարող ենք փոքրացնել, մեծացնել։ Նոր տող ավելացնելու համար հարկավոր է քլիկ անել, օրինակ այս վանդակում քլիկ եմ անում, սեղմում եմ աջ քլիկ, insert row below, կավելացնի մեկ տող դրանից հետո։ Եթե ես այստեղ աջ քլիկ սեղմեմ, insert row above, կավելացնի մեկ տող արդեն վերևում։ Հեռացնելու համար աջ քլիկ delete row, նույնն էլ այստեղ։ Բացի դրանից կարող ենք ավելացնել նաև սյունակ, insert column, ձախ կողմից, որտեղ որ քլիկ ենք արել, աջ կողմից, այնուհետև նույն եղանակով delete column կհեռացնի սյունակը եւ delete table կհեռացնի, արդեն կմաքրի ողջ աղյուսակը։ Սա կարծում եմ արդեն պարզ էր։ Նույն տարբերակով այստեղ ստեղծենք եւս երկու աղյուսակ, table, insert table ու թող լինի երկու սյունակ, 3 տող։ Կրկին աջ քլիկ, table properties դարձնենք նույն ձևով, gray եզրագիծը արկղի ֆոնային գույնը այս գույնով, նույնն էլ այս դեպքում թող լինի ոչ թե վերևից վերնագրերը, այլ ձախ կողմից։ Սա նույնպես աղյուսակի տեսակ է, որը հաճախ օգտագործվում է։
Այսինքն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս ձախ կողմում գտնվում են վերնագրերը, իսկ աջ կողմում նրանց արժեքները։ Կարող ենք դարձնել նույն չափսով այս ձախ կողմի սյունակները, տեղադրեցի նաև արժեքներ յուրաքանչյուր վանդակում եւ ստացանք այսպիսի արդյունք։ Այսինքն մեր դեպքում սա հապավումն է, սա նշանակությունը։ Իսկ այս մյուս աղյուսակում սա սյունակի վերնագիրն էր, հա, տար C, տար B, տար G, այստեղ նշանակությունը, այստեղ հայերեն նշանակությունը։ Ես այստեղ սեղմում եմ delete, որպեսզի հեռավորությունը շատ չլինի, նույն աղյուսակից նույն եղանակով ստեղծում եմ եւս երկու հատ, այսպես, եւ վերջում թող լինի ենթադրենք որոշակի օգտակար հղում։ Տեղադրում եմ այստեղ տեքստը եւ սա դարձնենք հղում օրինակի համար։ Այստեղ link ու կախված տեքստի պարունակությունից նաեւ Google-ի որոնողական համակարգն է ինտեգրված այստեղ ու մեզ բերում է հուշում թե որը կարող է լինել։ Ես այստեղից ընտրում եմ սա, apply ու սա դառնում է հղում։ Վերջում կարող ենք սա ենթադրենք առանձնացնել, տեղափոխել հաջորդ edge այս եղանակով ու ստանանք արդյունքում 3 edge-ից բաղկացած ինչ-որ փաստաթուղթ, որից հետո օրինակ կարող ենք այստեղ սեղմել file, download as, այստեղից ընտրել PDF, այս ունիվերսալ ֆորմատը, որը կարելի է կիրառել ամենուրեք ու ստանալ այսպիսի արդյունք։ Ես սա փակում եմ, սա նույնպես փակում եմ, այստեղից այն մյուս փաստաթուղթը արդեն մեզ պետք չի, ես ջնջում եմ, թողնում եմ միայն սա եւ այստեղ կարող ենք այսքանով եզրափակել։ Հաջորդ վիդեոում արդեն կդիտարկենք drawing այս հնարավորությունը։